Գրզոյի պատը փլուզել եմ տվել դրա պայստիրա, որ հանգարց ու հանգարց այլևս չասի Նիկոլ։ Ես ուզում եմ սկսեմ բանը մետրոյից։ Ես ուշ-ուշով հետևում էի, թե ինչպես են աշխատանքներն ընթանում մետրոյի հետ, այդ վնասման հետ կապված ռելսերի եւ ամբողջ գիշեր նկատեցի, որ այդ խեղճ բանվորները տանջվում էին վերականգնելով մետրոյի բնականոն աշխատանքը։ Տանջվում էին, որովհետեւ մի բոզի տղա որ ասում է փլուզվել է պատը մետրոյի վրա։ Նորից եմ կրկնում, Ազատություն ռադիոկայանն էր պատրաստել ռեպորտաժ, մի հատ կուլտուրական աղջիկ, միկրոֆոնը ձեռը վշում, խոսում էր ինչ-որ փլուզումից։ Նորից եմ կրկնում, որ մետրոյի այդ վրա փլուզում չի եղել, այլ բլել են, պայթացրել են, ինչ են արել, չգիտեմ, դա չի փլուզվել։ Դրա հետ կապված ես չգիտեմ ինչ արագությամբ աշխատան Արգիշտի հիմնարկը, բայց մինչև հիմա ոչ մի ձերբակալված մարդ գոյություն չունի։ Ուրեմն ես, ինչ էի ուզում ասել, նկատեցի, որ շուրջ 5-6 տասնյակից ավել մարդ քարեր են մաքրում, ռեսել են մաքրում, ռես են վերականգնում եւ այլն։ Եվ իմ անձնական կարծիքն է, որ այդ մարդկանց, որովհետև բերել են եւ արտաժամյա աշխատացրել են, որովհետև այդ մարդկանք իրենց համար պիտի ժամը 6-ից հետո գնային տուն, ինչ որ մի հատ բոզի տողու պատճառով եկի աշխատել են։ Ինձ թվում է, որ շատ ճիշտ կլինի այդ մարդկանց տալ դրամական պարգևատրում։ Դա իմ անձնական կարծիքն է, որովհետև իրոք շատ դաժան աշխատանք էր։ Ինչքան է որ շատերին թվում է, թե Վարդան Ղուկասյանը Հայաստանում չի, բայց Վարդան Ղուկասյանը լավ էր Հայաստանում, լավ էլ տենում է, թե ինչ կատարվում այս ուգլում, թե այն ուգլում։ Իմիջիալոց, այս պայից ես դիմում եմ մեր այն մարդկանց, ովքեր որ բացել են YouTube կանալ, այս հաղորդումը հանգիստ կարող են ոչմ քաշել գցել YouTube թողնա, ամբողջական տեսանյութը։ Մի րոպե տեսնենք ինչ եմ ես գրում։ Կներեք։ Ասենք առաջ։ Ուրեմն ես ուզում եմ անդրադառնամ MIP ընտրություններին, այսինքն ազգային ժողովում ընտրում էին MIP-ի թեկնածու։ Թեկնածուներից մեկը դեպքա պատախերի, մի րոպե։ Ալոյ, հա։ Հասկացես, գրեցի։ Մի պա մենք հետ վերադառնանք պատի փլուզման հետ կապված, հետսնոր երկնային գրասենյակից մեզ տեղեկացրեցին, որ պատի փլուզման, այսպես կոչված փլուզման հետ կապված կողք եղել է ինչ-որ մի հատ պահեստ, խաղալիքի պահեստ։ Պատը բլել է այդ պայստի վրա, պայստն եղել է բիզիմդիր, պայստն եղել է դարի ուրիշ մարդու, որտեղ եղել է $430,000 խաղալիք։ Բնականաբար $430,000 խաղալիքից ոչ մի բան չի մնացել։ Հիմա որպեսզի գրզոն $430,000 չտա, ֆիկտիվ բերել են ինչ-որ մի հատ կամպանիա, ասում են, այս կամպանիան է քանդել, գնացեք այս կամպանիայի հետ ծծրեք իրար։ Հետո պիտի ասեն կամպանիան սնակ է, կամպանիան փող չունի, կամպանիան անտելու դուս էր, հաջողություն։ Ով է փոխհատուցելու այս մարդկանց խաղալիքների գումարը։ Ես համոզված եմ, որ այս $430,000 խաղալիք բերած անձը հանդիսանալու է յառի քպական երևույթ, այսինքն մե Աստված, մե Նիկոլ։ Երկնային գրասենյակն էլ ասեց, նորից ինձ ուղարկում են դրա համար էլ պատժել եմ գրզոյի
պատը փլուզել եմ տվել դրա պայստիվա, որ հանգարց ու հանգարց այլևս չասի Նիկոլ։ Հենց նոր գալի։ Էցի այնքան որ մեր ժողովուրդը իմանան, թե չմենք շահագրված չենք, մանը պարզելու, ինչի է լավ, ոնց է լավ, փոխհատուցում տալու են այս մարդուն, թե չեն տալու, թող գնա Նիկոլից ուզի։ Անցնենք առաջ, լավ։ Միպի ընտրությունները։ Ուրեմն բավականին հաճախակի եմ լսում նամանավանդ քպական բոզի տղեկի կամ քպ-ին սատարող ագարկի ծնունդների կողմից արտահայտություններ, ոնց եք լսեմ սրան, ես անդասիրակը, ես լպիրշը, ես ու տենց, կեղթոտ պարեշ, խարոշով, Վարդան Ղուկասյանը կեղթոտ է, ընդունենք, մի պա, հիմա, ազգային ժողով, օրենսդիր մարմին, կուլտուրական գալստու կաստում հակած մարդիկ, ազգիս կողմից ընտրված, եկել են, նստել են, սեղանա օվալաձև, վերին գլուխ նստածա, ուրա հետի չեմ տենում, կան չեք ներսելը, Թագուհի Թովմասյան, անցի, այկնիկ, նստածա Թագուհի Թովմասյանը, իա ցիցիկ դեմքով, եմ որ ասում սպրավա от нее սիդիտ Էդգար Ղազարյան, հիշեցնեմ Էդգար Ղազարյանին, Ֆերդինանդի հետ, ոչ եմ տղեն, սպիտակ մազերով, մեկ կուլտուրական մարդ, Կռուգոմ բեգոմ նստածա քպն, քննարկում են Էդգար Ղազարյանը, կուլտուրական մարդ, ուզմա դառնա միպ, բան չասեցի, ընդդիմությունն է առաջադրե, էլի բան չասեցի, ընդդիմությունն է տեգրացոպիտում են աղջի, թե չէ, ասում է հա, հիմա, ես մարդն եկե նստել է, եթե կա ինչ-որ քննարկում է գնալու, ու պիտի գնա չի քննարկում, բայց նայում ես, ուրեմն հոկտեմբերյանի բիսետկեն Երևանյան 20 շենքի, Ֆելո, Ֆիրդուս, Մարսիկ, այդ մեր հարևաններն էին, Լեռնիկ, ավելի 1000 անգամ, ավելի կիրթ, ավելի կուլտուրական, ավելի, ինչ ասեմ, ցիվիլ մարդիկ էին, որ մինչև գիշերվա հազարը նարդի շղկը, ամենավերջի քֆուրներով եւ այլն, վերջում նարդի են ջարդում, են ջարդում, անի գհալն երրորդ հարկից ասում են, թաղեն ձեզ, թողեք քնենք եւ այլն, այդ մթնոլորտն ավելի ցիվիլ էր, ավելի էլիտար էր, որտեղ սոտը դա քուչայա, քան թե ազգային ժողովի պավիլյոնը, որտեղ նստած ընտրում են միպ։ Վարդան Ղուկասյանին եք բան ասում։ Բայց Վարդան Ղուկասյանը, եթե հանդիպի Էդգար Ղազարյանի հետ, նստեր տետատետ, եւ քննարկեր որևիցե մի հարց, երբեք ու երբեք Վարդան Ղուկասյանը չէր ասի, ագանջներդ կդրեմ, կերցնեն, արա դու գիտ, այս տոնի մեջ։ Ես ինքս ապշած, ասում եմ լավ, սրանք կոչվում են ազգի ընտրյալ, հələ Վարդան Ղուկասյանին էլ ասում են, թե դու ինչի ես քո սեփական տաղավարից, որով ուզում նայ, ով ուզում թո չնայի, կոպիտ խոսում, քվուր տալի։ Արա ջան, սա իմ սեփական տաղավարն է, իմ հեռախոսն եմ տեխնիկան, կուզեմ քվուր կտամ, կուզեմ չեմ տա։ Ես քվուր եմ տալի այն մարդկանց, ովքեր դրան արժանի են։ Բա ազգային ժողով օրենսդիր մարմնում թրաշով են ակրոսներով լրպի տղեն ով է, հասկացանք Էդգար Ղազարյանը անլեզու հայվան է, եթե թե որևիցե մեկը յան թույլ տար հաներ քցեր դուրս ասեր նյուխած, Էդգար Ղազարյանն անելու է նյուխած, ու էդի կոչվում է միպի տեխնացու։ Բայց ես հələ մի ասում եմ լավ, հələ կային եք, կարող է, հələ ասենք Վարդան Ղուկասյաններ գալն այդտեղ նստեն որպես օմբուդսմենի տեխնացու։ Որևիցե մեկը կարար այդտեղ այդ ձև խոսալ, մորը կծածածնեի տեղում, շատ ներողություն, բայց ես կուլտուրական մարդ է։ Սեղանի վերեն շալվարը կիչսնեք շինել, Թագուհի Թովմասյանը կնայել եւ սեռական տարեր կապրեր։ Դուք ազգային ժողովի դեպուտատ եք, թե քչի բոլզի տղա, հա։ Հայսիա խիատ լոլիկ։ Էդ ինչ խոսալու ձև էր։ Էդ ինչ պապելած է, մեկը դրա վրեն խժեմ, մեկը դրա կա, մեկն ասում ակաջոտ կտրեմ, խերած կտրեմ, ու ինձ բացի էդ, Ռուզիկ, ինձ հետաքրքիր է մարդդ գեներալ գնդապետա չէ, աղջի,
Ռազմի դաշտով անցած, ոտը կորցրած։ Ու ընդեղ էլի տես մարդ, էս ինտիլիգենտ Ֆերդինանդ, որ վեկալ է ճամփել է կնդե։ Բանի երկու հոգի հետը քիչ կա։ Քո մարդ օրինակ քիչ գնացել նստենդե։ Լավ շիշը վեկալում խփամել, չէ՞, շիշ բռող գարունին։ Ինչի՞ չէ գնացել։ Դին մեկ էս մարդը չի կարեմ խոսա։ Ներշման ասում ես հաղթեցի, սախելան գնացին, հա։ Դե արի հիմա այս մարդուն բացատրի, որ քեզ ծծրել են։ Տղա ջան։ Ես հիմա ուզում հասկանամ, ընդդիմությունը, այն մուսկուլավորնի, ինչի մի երկիր եք հոգի մարդ չի հել է գնաց է նստի, որ ասեն ես մեծ տեխնացի վրա, խեք ղժմ է բոզի տղեք, հա? Դու քո մարդուն չարծրիր, մուշեղիշ դու էիր։ Անչի չես վեկալ է հետա քո պրոտեզը գնալ, այ հենց է տեկագրած պրոտեզը կհանել, կկոխես հրանց որը։ Անչի չես ոսը։ Էնի գլուխը կախած, աղշի գլուխը տխես կախը։ Սոս մաքալի, հենց էլ հետ գլուխ կախմա։ Են ալնել, հա, են ինչ մեքենայով էր դու գնեմ գործի աղջի, գործի էր գնեմ, ուր էր գնեմ, լեքսուզեն ինչ էր, համաները գնեմ ուղալ կենեմ, հələ մի ռոպիլը, հələ կայնեք, հələ մի որքյոն, որ հետո չաս էլեկտրիսուտա էլի, ուրա, գերել էին, ախելնձի գերել էին, մի որքյոն, կոլով, հա, 90 NN 900 Lexus 470 քարտոնա աղջի Էդու Lexus-ով ես մանկալում Անչի ես ատե անեցել մախավ քեզնից ատես ով նստել ես Lexus-ը մանես գալեմ դա քո մարդուն չես ասեմ այլ Lexus-ի մեջ Lexus անեմ քեզ Անչի ես Էդգար Ղազարյանի կողը մարդ չի գնաց է նստե ձեր գալգաս տեխնացունա Դու իմ եթե դերը բատես նայեմ աղջի Անչի ես ժողովրդին թարցնեմ, որ հանգած լսում ես հանրային ձայն հաղորդաշարի ձայնը։ Մարդիկ բողոքում են։ Լացավ, բոզա լացը դրեց, թաշկինակ բեցան կրիտիկ։ Հետակյա, մուշեղի շուր էիր։ Մուշեղի շա, էսա, էս հարիվին խրգել եկը, էտ ինչ պավասկ էր, էտ ինչ բոզի տղություն էր, լավ։ Իտոգու ընտրվեց Անահիտ Մանասյան, օմբուդսմեն։ Ես չգիտեմ ով է Անահիտ Մանասյանը և հանրային ձայնը հավատարիմ է մնում իր մոտեցումներին։ Մենք կտանք 100 աշխատանքային օր հասկանալու համար ինչպիսի օմբուդսմենը լինելու Անահիտ Մանասյանը։ Կարա լինի օմբուդսմեն, թե ելնելու է Արման Թաթոյան կամ նմանատիպ դվա, որ աբսոլյուտնա ոչ մի ուժային հիմնարկ քաքի տեղ չդնի։ Ես օմբուդսմենի աշխատանքը պատկերացնում եմ ոչ թե մենակ թուղթութանակով, կուլտուրական, այո, իսկապես ոչ Էդգար Ղազարյան, նայեք, Էդգար Ղազարյան, ասում եք կուլտուրական եղի, կուլտուրական էր Էդգար Ղազարյանը, դրին, ցրծպին, կիտուբենին, հանին ճամփու դրին։ Այս ազգը կուլտուրական չի հասկանում։ Ով որ ասում է պիտի լինի կուլտուրական, ուրեմն այդ մարդը մնացել է 1972, 73, 80-ական թվականներին, երբ Կարեն Սերոպիչեր, ԽՍՀՄ էր եւ այլն։ Այդ ժամանակ այո, կուլտուրական պետք է լինեիր։ Կուլտուրական հասարակարգ էր։ Այդ հասարակարգից ոչ մի բան չի մնացել։ Եվ ով որ ասում է պետք է լինել կուլտուրական, ահա առաջանում է նման վերաբերմունքի։ Ականջ կտրեն, որ կտրեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ույանից շատ գո Ես պոտը զարմացած է այդ մարդու համբերության վրա, ժելեզն է լեդի։ Այդքան ագանջեղը, ինչ որ մի ճիվախ բոզի տղեք, ճիվախ բոզի տղեք, են մեկը բապ չէ պայթավ, հելավ գրա, թե ինչի վրա երխանդեմ չգիտեմ։ Եթե դուք ձեր ընդդիմություն, այսպես կոչված, չատլախներ, եթե դուք ձեր օմբուդսմենի կողը չեք գնում նստում, Եթե դուք ձեր օմբուդսմենին չեք կարամ պաշտպանել, ձեր տեխնացուին, դուք եք չէ սրան վեկալ է բերել, այս Ֆերդինանդին, չեք կարամ պաշտպանել, դուք ինչ գլող ընդդիմություն եք, կամ ինչ հատ, երեկվա լակոտները վրա կդղժում են։ Խիկարար Վազգեն Վանո ընդեղ նստածելներ, կան թողմախի մհեր, ու սրանք վրա ղժային, հա, Հիմա ես հետա, այդ ավել համա թողմախի մհերին բերեք դեմ տայք օմբուդսմեն, ես կողմ եմ, եկ ու ձերով կողմ եմ, թողմախի մհերին բերեք նստասնեք, հելա տենա մեկը ընդե,
Կարար ասել թողմախի մը, խրհանեն կողեն մամայի բերանը, մհերը, 70-ած մարդա։ Ոնց էր արշակի մը, ոչ իմ կնգան ծծցնեմ, այտեղ ծծցնելու է սաղին ընդե։ Այն օմբուդսմեն, ես կողմեմ։ Մարդուտ կասեց թողմախի մերին առաջադրեն օմբուդսմեն։ Շմայսին առաջադրեն օմբուդսմեն։ Փոլը հանի կողի մը բերանները։ Ցինիզմ